Երեխան բաց բերանով է շնչում, գիշերը խրմփացնում է, լավ չի լսում, հաճախակի հիվանդանում, սրանք կարող են լինել երեխայի առողջության համար վտանգավոր նշաններ, ադենոիդներ։ Հիմնականում ծնողները բախվում են այդ խնդրին, երբ որ երեխան արդեն սկսում է գնալ մանկապարտեզ։ Երեխաների մոտ ծնողները նշում են, որ պարբերաբար դեղնականաչավուն ամիսներ շարունակ երեխայի քթից կամ բանի հետին պատով հոսում է արտադրությունը։ Բերանով շնչելը վտանգավոր նշան է։ Միանշանակ, բայց այստեղ պետք է խոսենք մշտական բերանային շնչառության մասին եւ պետք է խոսենք մշտական քթային դժվարաշնչության մասին։ Արդյոք ճիշտ է կմեծանաս կանցնի արտահայտությունը։ Հիպերտրոֆիկ ադենոիդը այլևս չի կարող ենթարկվել հետաճի, այստեղ պետք է հասկանանք ադենոիդը որ աստիճանի է։ Եթե սկսենք բուժումը ճիշտ ժամանակին, այսինքն ճիշտ ախտորոշում ունենանք եւ ճիշտ adekvat բուժում իրականացնենք, կարող ենք չունենալ հետագայում հիպերտրոֆիա։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Երեխայի առողջությունը սկսվում է ուշադրությունից։ Երբեմն փոքր նշանները կարող են մեծ նշանակություն ունենալ։ Օրինակ, երբ երեխան բաց բերանով է շնչում, գիշերը խրմփացնում է, լավ չի լսում, հաճախակի հիվանդանում, սրանք կարող են լինել երեխայի առողջության համար վտանգավոր նշաններ, ադենոիդներ։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք Քիթ Կոկորտ ականջաբան Կարինե Սարգսյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Խոսելու ենք ադենոիդների մասին, շատ տարածված խնդիր, որոնց ծնողները մեծ նշանակություն չեն տալիս։ Իսկ պետք է։ Ինչ են ադենոիդները եւ ինչ նշանակություն ունեն երեխայի օրգանիզմի համար։ Ադենոիդը նույն ինքը քթմպանային նշիկը գտնվում է քթմպանում եւ այն կազմում է լիմֆոիդ հյուսվածքի մաս եւ իրականացնում է ճակերտավոր պաշտպանական ֆունկցիա երեխայի օրգանիզմում։ Այսպիսով իր վրա է վերցնում վերին շնչական ուղիներով ներթափանցող մանրեներն ու վիրուսները եւ լիարժեք իրականացնում է իր ֆունկցիան։ Այսինքն կարող ենք ասել բժշկուհի դրանք կարևոր են երեխայի շնչառության համար, վտանգ չեն ներկայացնում, երբ են ենթարկվում գերաճի եւ որ տարիքում են ավելի հաճախ հանդիպում։ Նորմայում նրանք միշտ կան, այստեղ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրանց առկայությանը կամ չառկայությանը, պետք է ուշադրություն դարձնել նրանց հիպերտրոֆիային, այսինքն նրանց գերաճին։ Քթմպանային նշիկի հիպերտրոֆիա դիտվում է, երբ որ երեխան սկսում է հաճախակի հիվանդանալ եւ այդ դեպքում չի ենթարկվում adekvat բուժման երեխան կամ ուշանում է բուժումը։ Հիմնականում ծնողները բախվում են այդ խնդրին, երբ որ երեխան արդեն սկսում է գնալ մանկապարտեզ եւ իր շրջանը շփման այլ երեխաների հետ մեծանում է։ Այդ դեպքում հենց առաջին գանգատները սկսվում են այդ ժամանակ։ Այսինքն ինչ որտեղ կարող ենք ասել, որ առաջացման պատճառները իմունիտետի անկումն է։ Իմունիտետի անկումը իր հետ մեկտեղ, այո, հարուցում է արդեն քրոնիկ բորբոքային process եւ որի արդյունքում սկսում է ենթարկվել հիպերտրոֆիայի։ Արդյոք ճիշտ է կմեծանաս կանցնի արտահայտությունը։ Հարցը մի փոքր շատ գլոբալ է այստեղ, քանի որ այո, ադենոիդը, քթմպանային նշիկը ժամանակի ընթացքում ենթարկվում է իր ֆիզիոլոգիական հետաճի։ Մինչև 15-17 տարեկանը լիարժեք ենթարկվում է ֆիզիոլոգիական հետաճի, բայց ինչու եմ ասում հարցը գլոբալ է, որովհետև երեխայի մոտ արդեն հիպերտրոֆիկ ադենոիդը այլևս չի կարող ենթարկվել հետաճի, այստեղ պետք է հասկանանք ադենոիդը որ աստիճանի է եւ ըստ այդմ արդեն հասկանանք հետագան։ Տարբերում ենք ադենոիդ հիպերտրոֆիայի 3 աստիճան, առաջին աստիճանի դեպքում բուժումը միայն կոնսերվատիվ է, այստեղ եթե սկսենք բուժումը ճիշտ ժամանակին, այսինքն ճիշտ ախտորոշում ունենանք եւ ճիշտ adekvat բուժում իրականացնենք, կարող ենք չունենալ հետագայում հիպերտրոֆիա։ Որն է ճիշտ բուժումը։ Դեղորայքային։ Այո, դեղորայքային բուժման մասին է խոսքը առաջին աստիճանի դեպքում։ Երկրորդ աստիճանի դեպքում այստեղ հարցը մի փոքր խնդրահարույց է, այսինքն կարող ենք իրականացնել եւ նախ սկսում ենք կոնսերվատիվ բուժումից եւ կարող ենք նաեւ իրականացնել ֆիզիոթերապևտիկ բուժում կոնսերվատիվ դեղորայքային բուժման հետ մեկտեղ։ Եթե այս դեպքում, երկրորդ աստիճանի դեպքում չենք ունենում գանգատների նվազում, չենք ունենում դրական դինամիկա դեղորայքային եւ ֆիզիոթերապևտիկ բուժման ֆոնի վրա, այդ դեպքում արդեն նոր մտածում ենք երկրորդ աստիճանի դեպքում վիրահատության մասին, բայց ոչ հաճախ եւ ոչ միշտ։ Իսկ արդեն երրորդ աստիճանի դեպքում միանշանակ
այստեղ դեղորայքային բուժման մասին մտածելը արդեն փոքր սխալ կլինի, քանի որ ունենք արդեն գանգատների սրացում, այնտեղ արդեն կխոսենք մի փոքր ուշ բարդությունների մասին, այդ դեպքում արդեն իմաստ չունի իրականացնել կոնսերվատիվ բուժում, միանշանակ բուժումը ճիշտ կլինի իրականացնել վիրահատական միջամտությամբ։ Շատ լավ բժշկուհի, ուրեմն յուրաքանչյուրի մասին առանձին եւ որպեսզի ծնողները ճանաչեն ադենոիդի որ աստիճանի հետ գործ ունեն, եթե իհարկե դա հնարավոր է։ Օրինակ բերանով շնչելը վտանգավոր նշան է։ Միանշանակ, բայց այստեղ պետք է խոսենք մշտական բերանային շնչառության մասին եւ պետք է խոսենք մշտական քթային դժվարաշնչության մասին։ Եվ բացի այս երկու գանգատներից երեխաների մոտ հիմնականում ադենոիդ գերաճի դեպքում դիտվում է քթային արտադրություն, որը կարող է լինել լորձային բնույթի, որոշ դեպքերում կարող է լինել լորձաթարախային կամ դեղնավուն արտադրություն կարող է լինել բարբերաբար երեխայի քթից։ Նշանակություն չունի հիվանդը թե առողջ։ Շատ դեպքերում ոչ։ Երեխաների մոտ ծնողները նշում են, որ պարբերաբար դեղնականաչավուն ամիսներ շարունակ երեխայի քթից կամ բանի հետին պատով հոսում է արտադրությունը։ Գանգատներից են նաև, որ ծնողները չեն նկատում քթային դժվարաշնչությունը, բայց օրինակ նկատում են, որ երեխայի արձագանքը ծնողներին ուշանում է կամ նրան օրինակ կանչում են, բայց արձագանքը ուշանում է։ Լավ չի Այստեղ լսում։ այո, լսողության իջեցում ենք ունենում, որը բնականաբար չի առաջանում միանգամից, աստիճանաբար է դա առաջանում։ Ադենոիդները վնասում են Այո։ նաև լսողության համակարգը։ Այո, քանի որ ազդում են, այնտեղ քթմպանային նշիկը ինքը փակում է քիթ ականջին կապող խողովակի եւ ստախյան փողի բացվածքը եւ դրանով այնտեղ արդեն սկսում են դրանով պայմանավորված ունենալ երեխաների մոտ հաճախակի կրկնվող օտիտներ։ Դրանով պայմանավորված ունենում ենք լսողության իջեցում։ Իսկ գիշերը խրմփացնելը նույնպես ադենոիդի նշան է։ Այո, գիշերային խրմփոցները նույնպես էստեղ քթմպանային նշիկի հիպերտրոֆիայի նշաններից մեկն է, բայց այստեղ պետք է նաև ուշադրություն դարձնել ոչ միայն քթմպանային նշիկի հիպերտրոֆիային, այլ նաև պետք է ուշադրություն դարձնել քմային նշիկների հիպերտրոֆիային, քանի որ նրանք նույնպես կարող են լինել քմային նշիկները չափսերով մեծ, հիպերտրոֆիկ եւ զուգակցված այստեղ լինի խնդիրը։ Բժշկուհի եկեք ընդհանրացնենք եւ նշենք այն գանգատները, ախտանշանները, որոնք դրսևորվում են գերաճած ադենոիդների դեպքում։ Գանգատներն են քթային դժվարաշնչությունը, մշտական բերանային շնչառությունը, քթային արտադրությունը, գիշերային խրմփոցները, դիմացնոտային գանգի դեֆորմացիան, կցվածքի խանգարումը, ադենոիդային դեմքը, այսպես կոչված, երբ երեխայի բերանը մշտապես բաց է, աչքերը արտանկած են, գունատ է երեխան, այո, շատ հաճախ երեխաները խուսափում են ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելուց պայմանավորված քթային դժվարաշնչությամբ, քանի որ օրգանիզմը ստանում է ոչ լիարժեք թթվածին էստեղ։ Շատ երեխաներ դպրոցահասակ երեխաների մոտ ծնողները նկատում են առաջադիմության նվազում, որովհետև երեխան խուսափում է ցանկացած ակտիվություն ցուցաբերելուց, մտավոր խոսքն է տուժած, որովհետև թթվածինը լավ չի մատակարարվում ուղեղ եւ անուշադրություն է նկատվում։ Եվ ընդհանուր առմամբ ունենում ենք երեխայի զարգացման ուշացում։ Սրանք ախտանշաններն են, որոնց դեպքում ծնողները պետք է ուշադիր լինեն եւ դիմեն բժշկի ստուգելու համար ադենոիդի որ աստիճանն է արկա կամ արկա չէ, հա, երեխայի մոտ, որովհետեւ կանխարգելելն ավելի հեշտ է, քան հետագայում բուժելը, ինչպես նշեց բժշկուհին, երրորդ աստիճանի դեպքում ցուցված է վիրահատություն։ Բժշկուհի, իսկ եթե առաջին, երկրորդ աստիճան է, հնարավոր է դեղորայքային միջամտությամբ նպաստել, որպեսզի դրանք չզարգանան կամ ավելի չափսերով փոքրանան, որպեսզի վիրահատության չհասնի գործը։ Միանշանակ լիարժեք, ինչպես նշեցի, adekvat եւ գրագետ բուժման դեպքում, եթե ճիշտ ժամանակին է ախտորոշվում, ապա միանշանակ հնարավոր է եւ շատ ունենում ենք նման դեպքեր, այո։ Կցանկանամ նաեւ ավելացնեմ նաև որպեսզի ծնողները ուշադիր լինեն երեխաների մոտ ալերգիայի հետ կապված, քանի որ ալերգիաների դեպքում նույնպես կարող է լինել գանգատների ավելի սրացում, որտեղ ալերգիայի ֆոնին ավելի կարող են դրսևորվել գանգատները եւ հիպերտրոֆիան ավելի խորանալ։ Իսկ ինչպես է կատարվում ադենոիդների ախտորոշումը։
Ադենոիդների ախտորոշումը սկսվում է բնականաբար երեխայի առաջնային զննումից, կորտիկային հետազոտություններից այստեղ կիրառելի են ռենտգեն հետազոտությունը եւ վիդեոֆիբրոսկոպիան, սակայն այստեղ կցանկանամ նշել, որ իհարկե մեզ համար որպես ոսկե ստանդարտ հետազոտություններից ադենոիդների հետ կապված համարվում է վիդեոֆիբրոսկոպիան, բայց ցավոք սրտի շատ երեխաների դեպքում կախված տարիքից կամ իրենց առանձնահատկություններից շատ երեխաներ խուսափում են, վախենում են այդ հետազոտությունից, դրա համար որպես այլընտրանքային դիմում ենք ռենտգեն հետազոտությանը, որովհետև ավելի ատրավմատիկ է իրենց համար, էլի։ Եվ այսպիսով այդ երկու հետազոտություններից որևիցե մեկով իրականացնելուց հետո արդեն հասկանում ենք հիպերտրոֆիայի աստիճանը եւ որից հետո իրականացնում ենք համապատասխան դեղորայքային կամ արդեն վիրահատական բուժում։ Լավ, իսկ ինչ դեղորայքային մեթոդներ կան ադենոիդների գերաճը կանխելու, դրանք փոքրացնելու համար եւ որքանով են արդյունավետ այդ քթի լվացումները, սփրեյները։ Արդյունավետությունը բարձր կարող է լինել, եթե ճիշտ աստիճանի դեպքում ենք իրականացնում կոնսերվատիվ բուժումը, սովորական քթի լվացումներն են առաջնային որպես կորտիկոստերոիդային թերապիան է միանշանակ դրական ազդեցություն ունենում եւ ինչպես նաեւ նշեցի ֆիզիոթերապևտիկ բուժումը կախված աստիճանից։ Եվ այո, ունենում ենք, ինչպես նշեցի, շատ դրական ելքեր, եթե իրականացվում է ճիշտ ժամանակին բուժումը։ Այսինքն այսպես 50 թե մի փոքր ավելի բարձր կարող է լինել արդյունքը, որպեսզի վիրահատություն չլինի։ Ասեմ, բժշկության մեջ թվեր չեն ասում, որպես այդպեսին չեմ կարող ասել, եթե միանշանակ այստեղ ամեն ինչ կախված է adekvat բուժումից, այդպես կարող եմ ասել։ Ինչ պետք է ասել ադենոիդների վիրահատության մասին, այն անվտանգ վիրահատություն է համարվում, ինչ բարդություններ կան, հետ վիրահատական ընթացքի մասին մի փոքր։ Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում այժմ, ինքը դե բնականաբար ցանկացած վիրահատություն իրենից ռիսկ է ենթադրում, բայց ադենոիդեկտոմիան այն վիրահատություններից չէ, որ որպես այդպիսին իրենից ինչ-որ շատ ռիսկեր են ենթադրում։ Վիրահատությունը, բուն վիրահատությունը տևում է մոտ 30 րոպե, երեխաները հետ վիրահատական շրջանում բավականին թեթև են անցկացնում, ցավեր գրեթե չեն լինում, կարծես իրենց հետ ոչինչ չի էլ պատահել եւ շատ երջանիկ գնում են տուն, արդեն շնչելով, այո։ Նույն օրը։ Չէ, մնում են հոսպիտալացվում են մոտ 1 օր, դեն դրանից հետո գնում են տուն եւ շարունակում են իրենց կյանքով ապրել։ Հրաշալի, իսկ կարող են ադենոիդները կրկին աճել հեռացնելուց հետո։ Այս հարցը կրկին մի փոքր խնդրահարույց է, ինչու, որովհետև կախված որ տարիքում է կատարվել վիրահատությունը եւ այստեղ կցանկանամ խոսել քրոնիկ մշտական քրոնիկ բորբոքային process-ի մասին քթում, հա։ Շատ հազվադեպ դեպքերում կարող ենք ունենալ կրկնողություն, բայց մեծ մաս դեպքերում չենք ունենում կրկնողություն եւ այստեղ ծնողները ոչ թե խորհուրդ եմ տալիս, որ ոչ թե շեշտը դնեն նրա վրա, որ կարող ենք ունենալ կրկնողություն, այդ դեպքում եկեք սպասենք թող անցնեն տարիներ, հա, որպեսզի տարիքով պայմանավորված երեխան ավելի մեծանա, որպեսզի հետագայում չունենան կրկնողություն, այս դեպքում ոչ։ Ճիշտ կլինի հիպերտրոֆիկ երրորդ աստիճան քթեբանային նշիկի դեպքում միանշանակ իրականացնել ադենոտոմիա, չմտածելով արդյոք ինքը կարող է կրկնվել, թե ոչ, միանշանակ, որովհետև վիրահատությունից հետո ծնողները իրենց աչքով կտեսնեն, թե ինչպես է բարելավում երեխայի ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը, ինչպես է նա ինտեգրվում իր շրջապատում, ինչպես է գիշերները հանգիստ քնում առանց գիշերային խրմփոցների, երբ երեխայի ընդհանուր կյանքի որակը ավելի է բարելավելու։ Բժշկուհի, միֆ չէ, որ ադենոիդների գերաճի դեպքում բերանի կծվածքի ատամնաշարը ուղղելու համար բրեկետների տեղադրումը անարդյունավետ կլինեն։ Այնքանով միֆ չէ, որ եթե բրեկետները տեղադրվում են, բայց չի լուծվում քթային դժվարաշնչության խնդիրը, այս դեպքում ինչքան ուզում եք շարունակեք, հա, օրթոդոնտիկ բուժումը, այս դեպքում
չենք ունենալ դրական փոփոխություն վերջնական։ Պետք է օրթոդոնտիկ բուժման սկսելուն հետ զուգահեռ կամ բուժումը սկսելուց առաջ իրականացնել քիթ-կոկորդական ջաբանի խորհրդատվություն, բացառել քթային դժվարաշնչությունը կամ ռինոլոգիական պաթոլոգիաները, որոնք կարող են բերել քթային դժվարաշնչության, եւ դրանք բացառման ժամանակ արդեն նոր իրականացնել օրթոդոնտիկ բուժում, որպեսզի ունենան լիարժեք դրական արդյունք։ Շատ լավ։ Ուրեմն ասենք, թե ինչպես կանխարգելել ադենոիդների գերաճը, բարձրացնել իմունիտետը երեխաների մոտ, որովհետև ինչպես նշեցինք, ավելի հաճախ հենց իմունիտետի անկման հետևանքով ունենում ենք գերաճ։ Կանխել երեխաների հաճախակի հիվանդացությունը, բնականաբար զերծ պահել շատ վիրուսակիր մարդկանց հետ շփվելուց, սենյակը մշտապես երեխայի օդափոխել, խոնավեցնել օդը, բնականաբար երեխաների մոտ ապահովել ֆիզիկական լիարժեք ակտիվություն, որը որ վերջին շրջանում, վերջին տարիներին կարծես թե շատ երեխաներ, այո, մենակ ընկղմված են իրենց գաջետների մեջ եւ ֆիզիկական ակտիվությունը կարելի ասել 0-ի է հասնում։ Այո, նշել նաև, որ լիարժեք սնունդ եւ լիարժեք եւ կշեշտեմ բալանսավորված սնունդ, այսինքն վիտամիններով առատ սնունդ, որը որ կարող է բարձրացնել իմունիտետը։ Եվ կխնդրեմ եւ կհորդորեմ ծնողներին, որ ցանկացած գանգատների դեպքում երեխաների մոտ առաջացած ժամանակին դիմեն բժշկի, որպեսզի ճիշտ ժամանակին կարողանանք ախտորոշել երեխաների մոտ եւ ճիշտ եւ adekvat բուժում իրականացնենք, որպեսզի խնդիրը չհասնի վիրահատությանը։ Շնորհակալություն բժշկուհի ինֆորմատիվ զրույցի համար։ Այո, վաղ ախտորոշումը օգնում է կանխել բարդությունները։ Դուք սրա մասին կիմանայիք, եթե բաժանորդագրված լինեիք մեր ալիքին, արեք դա հիմա, կարևորը բաց չթողնելու համար հետևեք մեզ նաև սոցիալական էջերով։ Հատուկ շնորհակալություն Յասաման ռեստորանին համագործակցության համար, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի, ինչպես նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին շնորհակալություն իմ այսօրվա գեղեցիկ տեսքն ապահովելու համար։ Կհանդիպենք։